Ամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն Զորամասում, սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում, պարոն Սարգսյան։ Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին։ Խնդրում եմ շարունակեք սպանություններ ասելը ուռճացված է, որովհետև 25 թվականին անգամ սպանություն չի եղել, եւ ներ սպանություններ, թե դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաև զոհեր է ներկայացվում, բայց պարզում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Վարժական հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զոհ եւ մեկ ոնց հաստատվում։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձր ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն։ Եվ հետևաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են հասուն։ Բայց դիվը չի նվազում մահերի։ Ձեզով է ասում չի նվազում։ Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև հարցում կատարեք, մենք ձեզ թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում եմ ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց, չգիտեմ, կյանքի բայց այդ Վարդենի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավար, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ Եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին ենք եւ պետք է տեսնել նաեւ դրականը, որովհետեւ եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է կատարված աշխատանքների, որ եթե արկայի նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։